Համացանցում կամ այլ հարթակներում վիրավորական խոսքը կամ մեկնաբանությունը գնալով ավելի լուրջ մարտահրավեր է դառնում հասարակության համար, նկատում են մասնագետները։ Սոցիալական ցանցերի արագ զարգացումը հնարավորություն է տվել ազատ արտահայտվել, սակայն այդ ազատության հետ մեկտեղ հաճախ տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ եւ անհանդուրժողականություն տարածող արտահայտություններ։ Փաստաբանները ասում են, որ քաղաքացիները հաճախ բողոքում են, որ խոսքը մի դեպքում որպես ատելություն չի գնահատվում, մեկ այլ դեպքում նույն խոսքը կարող է համարվել ատելություն։ Նրանք նշում են, որ սոցցանցերում ատելության խոսքի գրառումները որոշ դեպքերում կամընտրական է կիրառվում եւ դատարաններում գործերը տարբեր ելքեր են ունենում։ Նույն խոսքը տարբեր անձանց կողմից արտահայտելու դեպքում մի դեպքում կարող է գնահատվել որպես ատելության խոսք, մի դեպքում չգնահատվել այդպիսին եւ այս տարբերակումը իրականում հենց ատելության խոսքի դեմ պայքարի ամենաթույլ տեղն է դառնում։ Կան գործեր, որ դատարան են ուղարկվել մեղադրական եզրակացությամբ եւ գրեթե նույն արտահայտությունները, որ հարթակներում կիրառվել են, որևէ հետևանք չի ունեցել։ Ատելության խոսքը կարող է դրսևորվել ինչպես բացահայտ վիրավորական գրառումներով, այնպես էլ քողարկված ձևերով, հեգնանքի կամ ենթատեքստային արտահայտությունների միջոցով։ Այս դեպքում հարց է առաջանում, որ կետից է սկսվում խոսքի ազատության եւ ատելության խոսքի տարբերակումը։ Մենք այս հարցում խնդիր ունենք, ասում են փաստաբանները, քանի որ չկա դրանց հստակ սահմանազատումը։ Մենք ինչպես ենք մեկնաբանելու խոսքի ազատության մեջ է մտնում անձի արտահայտածը, այդ խոսքը պետք է քրեականացվի, թե դրա համար պետք է ենթարկվի անձը վարչական պատասխանատվության, թե զրպարտության համար մենք դիմենք քաղաքացիական դատարանով եւ քաղաքացիական գործի շրջանակներում։ Այս երևույթը իհարկե չի կարող չազդել մարդկանց հոգեվիճակի վրա։ Մասնագետները ասում են, որ այն ատելությունը, որը մարդիկ տեսնում կամ լսում են, կարող են իրենք էլ այն անգիտակցաբար շարունակել։ Կարող է նաև լինել գիտակցական մակարդակով, երբ որ ես տեսնում եմ, որ շրջակա միջավայրում բոլորը նույն ձևաչափով են, դա սկսում է ինձ վրազդել եւ ես նույնպես դա կիրառում եմ որպես միջոց սոցիումի հետ փոխազդեցություն կառուցելու համար։ Սա կախված է թե մարդը ինչ կրթական աստիճան ունի, ինչ հոգեբանական հասունության աստիճան ունի։ Մասնագետները պնդում են, որ երևույթը կապված է մարդկանց ինքնագնահատականների, վախերի եւ այլ անհատական առանձնահատկությունների հետ։ Հոգեբանական տեսանկյունից բացատրություն կա, թե ինչու է անձը համացանցում ավելի ազատ արտահայտում ագրեսիան։ Մասնագետները պարզաբանում են, որ սոցցանցում մարդու դեմքը չի երևում եւ ավելի ազատ է արտահայտվում։ Երբ որ խոսքը սոցիալական ցանցերի մասին է գնում, այստեղ այլ մեխանիզմներ կարող են աշխատել, փոխհատուցման մեխանիզմներ, ագրեսիան թոթափելու մեխանիզմներ, այսինքն մարդը ուզում է թոթափել, այլ տեղեր չի կարող թոթափել, սոցիալական ցանցում թոթափում է։ Ի վերջո, խոսքի ազատությունը արժեք է, սակայն այն առավել արդյունավետ է այն դեպքում, երբ ուղեկցվում է պատասխանատվությամբ։ Մասնագետները հիշեցնում են, հանրային առողջ միջավայրի ձևավորումը սկսվում է հենց յուրաքանչյուրի խոսքից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։